Տիկին Ղազարյան, շնորհակալ եմ, որ խոսեցիք արցախցիներին թիրախավորելու արատավոր երևույթի մասին։ Մեր իրականության մեջ նոր չի, որ նման խոսույթի եւ նման վերաբերմունքի են արժանի լինում արցախցի մեր քույր եղբայրները, բայց նոր իրողություններով պայմանավորված մեր հայրենակիցները շատ հաճախ թիրախավորվում են դպրոցներում, թիրախավորվում են պետական հաստատություններում եւ սա լրջագույն խնդիր է, սա պետք է մեզ բոլորիս մտահոգվելու եւ արագ սրա դեմը առնելու։ Ես ասում եմ, հիմա խոսում եմ արցախցիների հետ կապված, նույնը կարող լինի նաև ուրիշ մարզի կամ ուրիշ շրջանի հետ կապված, ինձ համար հավասարապես անընդունելի է, երբ թիրախավորվում է այս կամ այն բնակավայր, ինչ որ մեկին տեղից չսիրելու, ծնունդովը տեղից չսիրելու կամ անձնական խնդիրների հետ կապված։ Ներազգային պառակտումը մեր համար ազգային անվտանգության խնդիր է։ Եթե մենք այդ խնդիրը չլուծենք, մենք դատապարտված ենք ձախողման եւ մեր պետությունը երբևիցե չի կարալու այս խնդիրը առանց սրա հաղթահարման ես մեր ապագան չեմ պատկերացնում։ Եվ անչափ կարևոր է հատկապես այն ոչ թե ես ընդդիմադիր падգամավոր եմ դրա համար եմ խոսում, բայց շատ կարևոր է նաև այն մարդիկ, որոնք որ իշխանամերձ շրջանակներից են կամ իրենց համարում են իշխանամերձ շրջանակների բլոգեր կամ որոշակի առումով ակտիվիստ, այնպիսի հայտարարություններ չանեն իրենց խոսույթում, որը մեղմ ասած անընդունելի եւ ոչ միայն մարդկանց թիրախավորում են, իրենց պատկանելության համար ամենակեղտոտ, ամենազազրելի արտահայտություններն են իրենց թույլ տալի ասել։ Եվ ինչքան էլ որ հաղորդում աներկայացում հանցագործության մասին, այդ մարդիկ մի անգամ չեն կանչում հարցաքննության։ Ու այդ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, նոր լկտիություններ։ Բայց ես ուզում եմ նաև այլ բանի մասին խոսել։ Անկախ նրանից, դա կլինի իշխանական, ընդդիմադիր եւ նույն ձևով հանդես գա, պիտի պատժի արժանանա, բայց կրկնում եմ շատ հաճախ այդ մարդիկ անգամ չեն կանչվում հարցաքննության եւ շարունակում են իրենց գործունեությունը։ Եւ սա նորից եմ կրկնում, կարող եմ նաև անուններ տալ, չգիտեմ, գիտեք, մեր հասարակության մեջ արդեն գաղտնիք չէ, ինչ որ բլոգերներ կան, Ռոման Բաղդասարյան, մեկ էլ մյուսեր, որոնք չգիտես էլի այդ մարդիկ այս երկրի, այս պետության հետ ընդհանրապես ինչ կապ ունեն կամ քիչ են օր առաջ հայտնվում ԱԱԾ մեկուսարաններում։ Եվ ես նաև այլ թեմաներ կա, կուզեմ դրան էլ անդրադառնալ, քանի որ իմ աշխատանքային գործունեության շրջանակներում շատ հաճախ լինում ենք քրեակատարողական հիմնարկներում, ես նաև ուզում եմ անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների խնդրանքներն էլ մի քանի խնդրանքներ փոխանցել նաև ձեզ, չգիտեմ ձեր տիրույթում, թե Արդարադատության նախարարության տիրույթում, վաղաժամ ազատ արձակման խնդրի հետ կապված, համաներման հետ կապված, եթե չեմ սխալվում, արդեն 7 տարի է մեր երկրում համաներում տեղի չի ունեցել։ Ես գիտեմ, որ սա շատ նուրբ թեմա է, բայց կարծում եմ, այս համաներման թեման մենք պետք է քննարկենք եւ փորձենք նաեւ սրան էլ լուծումներ տանք, որովհետեւ ամբողջ աշխարհում դա ընդունված պրակտիկա, Հայաստանի Հանրապետությունում էլ է դա եղել եւ այս առումով մենք պետք է քայլեր ձեռնարկենք։ Ես նաեւ ուզում եմ առանց որևէ էմոցիաների, առանց մեկը մյուսի մեղադրանքների նաեւ խոսել Հայաստանում տիրող ուրեմն այս քրեական միջավայրի մասին,
որի մեջ շատ հաճախ, որի տուժողը շատ հաճախ լինում են մեր ընտանիքի անդամները, մենք անձամբ, ես ոչ թե իմ օրինակով եմ ասում, որ դա տեղի է ունեցել ինձ հետ, իմ գործընկերը Թադևոս Ավետիսյանն էլ ասեց, բայց իրապես գողությունների թիվը ահավոր մեծ մասշտաբների է հասել, օրինակ նաև որ ներքին գործերի նախարարը այստեղ խոսում էր նաև որ ինչ որ դինամիկան չի աճում, նվազման տեմպեր կան, ես ուզում եմ նաև այս առիթը օգտագործել ասել, որ այդ եթե նվազման տեմպեր էլ կան, այդ նվազման տեմպերը դա նրանից է, որ շատ ժամանակ չեն վստահում իրավապահ համակարգին։ Իմ հետ կատարված իմ մեքենան 5 անգամ թալանել են, 3 անգամ ուրեմն հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին, 4-րդ անգամ որ եկան ասին որ մեքենա թալանել են, ասի խու մարդ բան չի տեսել, որ թալանել են։ Շուշուտ ասի վարորդից ասի գնա այդ հարցերը լուծի մեքենայի, որովհետև արդեն ամաչում եմ, էլի չի կարա տենց բան լինի, որ այսինքն մենք արդեն ամաչում ենք, էլի հաղորդում տանք հանցագործության մասին։ Ամաչում ենք, որովհետև չի լինում սենց, էլի։ Համ վնաս կրես, նաև վերջին դեպքի մասին եմ ուզում ասել, նաև որ տեղի ունեցավ նաև մեքենան այրելու հետ կապված իմ փորձի եւ մինչեւ հիմա էլի որևէ մի նորություն չկա, կամ որևէ մեկը օրինակ թե քննիչներից, թե իրավապահ համակարգի չի զանգում եւ ասում օրինակ ձեր գործը էս փուլում է, մենք էս գործողությունները արել ենք եւ արդյունքի չենք հասել։ Դրա նախորդ անգամ որ տեղի ունեցավ մեքենայի գողությունը, ես եմ անձամբ հետաքրքրվել, ուրեմն այդ տեսախցիկներից տեսանյութերը հանել, տրամադրել, գործի 99%-ը արել եմ, բայց էլի ոչ մի արդյունք էլ չկա, արդյունք չկա։ Եվ դա շատ լուրջ մարտահրավեր է մեր երկրի համար։ Ես դրանից առաջ եմ ստեղ ասել, որ հարևան, ուրեմն Վրաստանի մեր եւ հայրենակիցները եւ ուրեմն մեր վրացի նաեւ գործընկերները, որ գալիս են այստեղ, ուրեմն Հայաստանի Հանրապետություն վրացական պետհամարանիշներով, այդ էլ է խայտարակություն, մարդկանց պետհամարանիշները ուրեմն գողանում են եւ էլի այդ on-line հարթակներով բանով, սա նաեւ սրա մասին ես նաև իմ առաջարկներ եմ պատրաստում ներկայացնել, սա մեր համար անընդունելի է туриզմի զարգացման եւ այլ առումներով, եթե մենք մեր հարևան երկրի համար ուրեմն մի միջավայր ենք ստեղծում, որտեղ որ կարող են անպատիժ այդ գործողություններն անել, վաղը միսօր այդ մարդիկ արդեն կհրաժարվեն Հայաստան գալուց։ Եվ այս խնդիրներ պետք է լուծվի։ Էլի շատ խնդիրներ կան։ Նախորդ անգամ էլ ես ասի, հիմա էլ եմ ասում, ամեն Բաքվում ուրեմն այդ զակլատկաները, որ կան, մենք բազմաթիվ ահազանգներ ենք ստանում կրթական հաստատություններում արդեն այդ թմրանյութերի շրջանառության հետ կապված։ Մատաղ սերունդը ուրեմն այս պահին փաստորեն շատ խոցելի վիճակում է հայտնվում։ Այդ դանակահարության դեպքերը որ տեղի են ունենում, որ նաև դրա հետ կապված, որ ամեն մի, ասում եք, խոսակցություն, ամեն մի, այսպես ասած, ուրեմն տարաձայնություն, այդ հարցերը լուծվում է դանակահարության կամ սպանության եղանակով։ Եվ այն օպերատիվ աշխատանքը, որ պետք է տեղի ունենա, որ բանը չհասնի նրան, շատ ուրեմն հանցագործություններ պետք է կանխվեն, պետք է բնում ճնշվեն, այսինքն այդ աշխատանքը պետք է տարվի, որ գործը չհասնի դրան, մենք այդ պետք է կանխարգելիչ աշխատանքները անենք, մենք պետք է մանկապարտեզից, դպրոցներից սկսած մենք պետք է այդ աշխատանքները կատարենք մեր ուրեմն երեխաների, մեր ազգաբնակչության հետ այդ աշխատանքները պետք է անենք եւ պետք է շատ խիստ պատժի արժանանան գողություն անողները։ Իրանց օրինակ պետք է այն մարդիկ, որոնք որ
գողություն են անում եւ պատիժը քիչ ա լինում, ինչ որ նաեւ այնտեղ գումար կա, այդ գումարը մուծում են եւ ոչ մի խնդիր չկա, այսինքն պատշաճապը պետք է ավելի ուրեմն խիստ դարձվի, որ դրա գայթակղությունը չլինի։ Շնորհակալ եմ։